Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պետական մարմինների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի ժողովուրդ։ Այն, ինչ ասում եմ, սովորական մի տեքստ է։ Իրավաբանների եւ պետական մարմիններում երկարամյա ծառայության փորձ ունեցողների համար նույնիսկ աշխատանքային ու դասագրքային ճշմարտություն։ Բայց թույլ տվեք համոզմունք հայտնել, որ լեգիտիմության անկյունաքարերի չնույնականացումը եւ պետությունը այս գիտակցության եւ վեմի վրա չկառուցելը մեր բոլոր խնդիրների աղբյուրն է եւ այսպիսով նաեւ մեր բոլոր խնդիրների լուծման էական եւ կարևորագույն նախապայման։ Լեգիտիմությունն ինքը իրենով չի լուծում բոլոր խնդիրները, այլ ենթակառուցվածք եւ բանաձևեր է ստեղծում բոլոր խնդիրների լուծման համար։ Դիտարկենք թեկուզ, թե ինչ առնչություններ ունի լեգիտիմությունը արտաքին անվտանգության խնդրի լուծման հետ։ Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։ Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն եւ տեխնիկա վաճառել եւ նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ եւ սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։ Լեգիտիմությունը, ուզում եմ նորից ընդգծել, չի երաշխավորում անվտանգություն, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում եւ հասանելիություն է տալիս անվտանգության ապահովման ժամանակակից շատ միջոցների եւ տեխնոլոգիաների։ Եթե ավելի պարզ ասեմ, լեգիտիմությունն ինքնին փոքրացնում է պատերազմի վիճակում հայտնվելու հավանականությունը, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն անգամներով մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետև երբեք եւ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք։ Եվ այս ըմբռնումը սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունը ավելացնում է անգամներով։ Այս նույն բանաձևը կիրառելի է նաև արտաքին հարաբերությունների այլ ոլորտներում, ինչպես նաև ներքին օրակարգերի սպասարկման տեսակետից։ Սա կարելի է պետության եւ պետական հիգիենայի էական եւ կենսական մաս համարել։ Այս նկատառումով է, որ սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Ինչու եւ ինչով է կարևոր այս օրակարգը։ Այդ նույն լեգիտիմության պատճառով մեզ չի լքում այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օտարություն են զգում Հայաստանի Հանրապետությունում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Օրենքները, կարգավորումները, իրավակարգը մեզանում հաճախ ընկալվում են որպես անհարմարություն եւ խոչընդոտ, որպես օտարոտի եւ անհարազատ մի բան, քան թե կենսական անհրաժեշտություն։ Ինչ խոսք սրանում դեր կարող են ունենալ եւ ունեն կարգավորումների, օրենքների, երբեմն վատ որակը, բայց խոսքը այս պահին դրա մասին չէ, այլ այն օտարության, որով մեզանում հաճախ վերաբերվում են իրավակարգին եւ պետական կարգին։ Այս թեմայի սոցիալ հոգեբանական եւ պատմական շերտերին անդրադարձել եմ իրական Հայաստանի
գաղափարախոսությանը վերաբերվող իմ բանախոսություններում։ Եվ եզրակացությունս այն է, որ մեր պատմական ընկալումը եւ փորձը այն մասին է, որ օրենքը, իրավակարգը ուրիշների կողմից մեզ պարտադրված ապրելու կանոններ են։ Եվ իրոք այդպես եղել է մեր պատմության վերջին 500 տարվա մեծ մասում, երբ մեր ապրելու կանոնները որոշել են օտար պետությունները, որտեղ մենք եղել ենք հպատակի եւ ոչ թե իրավատեր քաղաքացու կարգավիճակում։ Իրավակարգի, այսպիսով նաև պետության նկատմամբ օտարության, դրանցից կտրվածության քաղաքացիների այս զգացողությունը մեր պետության ներքին անվտանգությանը, նրա հարատևության օրակարգին սպառնացող լրջագույն եւ մեզանում էականորեն թերագնահատված, նույնիսկ չնկատված վտանգ է։ Թվում է, թե այդ զգացողությունը պետք է հաղթահարված լիներ մեր անկախ պետության ձևավորման հետ, բայց փաստը մնում է փաստ, որ այն ամենևին հաղթահարված չէ, եւ պետական մարմինների աշխատողներին թերևս սա տեսանելի է ամենօրյա աշխատանքում։ Որն է ուրեմն 34 տարվա անկախությունից հետո այս երևույթի գոյության պատճառը։ Միանշանակ եւ աներկբա պատճառն այն է, որ 1995 թվականին եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ սահմանադրությամբ երկրում հաստատված իրավակարգը բխում է իրենից, իր կամքից, որ ինքն է այդ իրավակարգի աղբյուրը, որովհետև 1995 թվականի եւ հետագա սահմանադրական հանրաքվեների արդյունքների կասկածելի լինելու զգացողությունն ու համոզմունքը էականորեն ավելի ուժեղ են եղել, քան հանրային վստահությունը սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ։ Եվ ստացվել է, որ ապրելու կանոնները քաղաքացու համար կրկին որոշել են ուրիշները եւ ոչ թե ինքը քաղաքացին։ Սահմանադրությունը հարգելի ներկաներ, քաղաքացիների պայմանավորվածությունն է իրենց ապրելու կանոնների։ Քաղաքացի պետություն հարաբերությունների կանոնների մասին։ Եվ այդ կանոնները արդյունավետ կերպով կաշխատեն, եթե դրանք իրոք լինեն եւ դառնան քաղաքացիների պայմանավորվածությունը։ Իսկ դա հնարավոր է միայն եթե այդ կանոնները իրոք ընդունվեն, հաստատվեն ժողովրդի, այսինքն սահմանադիրի իրապես ազատ կամ արտահայտմամբ։ Այս է պատճառը, որ օրգանիկ սահմանադրական process-ը, որի արդյունքը կդառնա ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ նոր սահմանադրության ընդունումը, չափազանց կարևոր է մեր պետության հարատևության եւ անվտանգության օրակարգի տեսակետից։ Սա կարևոր է պետության եւ քաղաքացու միջև էմոցիոնալ կապը ուժեղացնելու, իրավակարգի եւ քաղաքացու միջև էմոցիոնալ կապ ստեղծելու համար։ Իսկ այսօր այդ կապը կամ թույլ է, կամ չկա, միայն ու միայն այն պատճառով, որ քաղաքացին չի զգում հաստատված իրավակարգի օրգանական առնչությունը իր հետ։ Քաղաքացին չի զգում, որ իրավակարգը բխում է իրենից։ Ինքն է որպես սահմանադիր այդ իրավակարգին ծնունդ տվողը։ Քննադատները կասեն, որ քաղաքացիների մեծամասնությունը այսպես թե այնպես չեն կարդում սահմանադրության նախագիծը կամ խորամուխ չեն լինում նրա բովանդակության մեջ։ Բայց թույլ տվեք նկատել, որ սահմանադրական հանրաքվեի իրապես ժողովրդավարական գործընթացը, որտեղ պայքար է գնալու ամեն քաղաքացու աջակցության համար։ Ամեն ձայնի համար մղվող իրական քարոզարշավը քաղաքացիներին առավելագույն տեղեկատվություն եւ իմացություն է հաղորդելու սահմանադրության նախագծի, նրա նրբությունների ու առանձնահատկությունների մասին։ Քաղաքացու եւ իրավակարգի օրգանական եւ էմոցիոնալ կապը ապահովելու համար պարտադիր չէ, որ քաղաքացին փորձագետի մակարդակով տիրապետի սահմանադրական գործընթացի եւ բովանդակության բոլոր նրբություններին։
Մարդը փորձագետի մակարդակով չի տիրապետում իր երեխայի ծնունդին հանգեցնող բոլոր կենսաբանական նրբություններին, բայց չկա ավելի ուժեղ էմոցիոնալ կապ եւ պատասխանատվության զգացում, քան ծնողի էմոցիոնալ կապը եւ պատասխանատվության զգացումն է սեփական երեխայի նկատմամբ։ Մեր քաղաքական խնդիրը պետության եւ նրա հիմնադրի, իրավակարգի եւ նրա լեգիտիմ աղբյուրի, այսինքն ժողովրդի միջև նույնպիսի էմոցիոնալ կապ ստեղծելն է, պատասխանատվության նույնպիսի զգացողություն հաստատելը եւ դա հնարավոր է անել միայն ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ նոր սահմանադրություն ընդունելու միջոցով։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական եւ պետական վարդապետություն եւ ինչպես նոր կտակարանում է ասվում նոր գինին նոր տիկերի մեջ։ Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է. «Սիրիր քո պետությունը ինչպես ինքդ քեզ», բայց կարգախոսը այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի եւ քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման, պայմանականորեն ասած առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, եւ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ եւ միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում, ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանա։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հարաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։ Իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։